Մաշնոց Ծիսամատյանում հրահանգ կա, որ երբ տղան դարձավ 18 տարեկան, աղջիկը դարձավ 15 տարեկան, պետք է ամուսնացնել։ Իհարկե պարտադիր պայման չէ դա, բայց ընդհանուր սկզբունք է։ 18 և 15 տարեկան պատկերացնում քնում այդ տարիքի են ամուսնացել և արդեն 16-17 տարեկանում երեխաների ունեցել և շատ, որ ասում են 7 որդվով սեղան նստեք, դա նշանակում է 7 տղա պետք է ունենայի և աղջիկներն ինչքան որ Աստված տվեց, այսինքն 14 երեխա պետք է ունենայի և մնացյալ իրենց կյանքը դառնում էր նահատակություն, այդքան 14 երեխուն մեծացնել, կերակրել, հասցնել նպատակին և եթե հնարավոր նաև ապագա ստեղծել։ Իսկ երբ էր այդ հնարավորն, այդ բոլորը ինչպես էր հնարավոր, երբ որ կարիքները քիչ էին, այսինքն հասարակ պայմաններում էին ապրել, շատ կարիք չունեին, հողից էին կերակրում, երեխաները սկզբում իրենք էին կերակրում, հետո երեխաներն են իրենց կերակրում, այդ նույն հողի վրա աշխատում են, նույն այգի վրա, տանջվում են, չարչարվում են, այսինքն այս նեղությունն ու դժվարությունը, այս պարզ հասարակ կյանքը, նաև հողի հետ կապվածությունը ապահովում էր միաբանություն, ընտանեկան միաբանություն, սեր, համերաշխություն, զոհաբերություն, 14 երեխա վերջին ինչ բաժանվելու մասին խոսքել չէր կարելի, ոնց բաժանվեն, այդ 14 երեխուն ում թողնեն, ուր պիտի փախնեն, հետո չեն էլ թողում որ բաժանվեն, բռնում են հետ էին բերում։ Այսինքն բաժանում չկար այդ հասկացությունը, ինձ դուր չի գալիս էսի սենց դուր գալ, դուր չգալ, չկար այդպես հասկացություն, վերջ, շատ անգամ չէին էլ ճանաչում իրար, հետո էին իմանում, որ այս ինչն է, այս նախատեսված ավել, հիմա տեսեք ինչա կատարվում, ինչա փոփոխվել, հիմա այդ տարիքը բնականաբար արդեն չկա գոյություն չունի, միջայլոց մինչև 20-րդ դարի կեսերը, մինչև ասենք 1970-80 թիվը 17 տարեկանում հայ իրականության մեջ ամուսնանում էին, մինչև 20 տարեկան չէր հասնում, հիմա գյուղերում երբեմն էդի պահպանվում է, գյուղերում երեխեք մինչև 20 տարեկան աղջիկ երեխա ամուսնանում, բայց 21-րդ դարից սկսած կամ 20-րդ դարի վերջից սկսած ամուսնության տարիքը շատ բարձրացավ, պատճառն ինչ էր, նյութական արժեքները, այսինքն մարդիկ չակերտավոր ուզում են մի քիչ կյանքը վայելեն, հետո նոր ամուսնանան, հետո ուզում են ինչ-որ բաներ ստեղծեն, որ ապահովված կյանք ունենան, որ ինքնուրույն լինեն, վերջ ամբողջ աշխարհիկ բաներ, նյութական արժեքների վրա հիմնված աշխարհիկ բաներ, հատկապես կյանքն էլ հեշտացել է, հնարավորությունները, գովազդները շատացել են, մարդիկ են ամենալավին են ուզում, պարզ հասարակ պահանջներ իրան չեն բավարարում, անգամ գյուղացիներն էլ են գայթակղում, թողնում են իրենց գյուղերը, գնում են քաղաքներ իբրև թե Գիգորի պատմությունն է լրիվ, գնում են իբրև թե ավելի լավ կյանք գտնեն, բայց չեն գտնում, ավելի դժվար վիճակում են հայտնում, որտեղ թե գյուղում գոնե իրենց օրհասական հարցը կարողանում էին վաստակել, քաղաքում էլ չեն կարողանում, դժվար նեղությանների մեջ են, տոկոսների, վարկերի, պարտքերի տակ են, հիմա այսինքն շատ բան փոխվել է, այդ գիտակցությունն է փոխվել, ամուսնության, ընտանիքի, նվիրումի, դարձել է ամբողջ շոու և հարսանեկան արարողություններ, անգամ եկեղեցու մեջ, եկեղեցու տարածքում ուրիշ ձև է, պսակի խորհուրդն ինչ է, հայ և կին մեկ մարմին, միավորության խորհուրդն է, բայց այդ միավորությունը պետք է նախօրոք լինի, որ հետո ամրագրվի պսակի խորհուրդով, եթե մենք պսակի խորհրդի մեջ քահանան ասում են միաշունչ, միասիրտ,
միախորհուրդ, միակամ, հարցն ու փեսան։ Մեկ շունչ, մեկ հոգի, մեկ միտք, մեկ կամք պետք է լինեն։ Այդպես է, ես միավորեմ հիմա վավերացնեմ ձեր միությունը, կա այդպես, կնքեմ թե չկնքեմ։ Կնքում ենք, էլ չգիտեմ, կա թե չկա։ Եվ ցավոք սրտի այդ տարբերությունները հետո վերաճում են, դառնում են բաժանում, որովհետև նյութական, մարմնավոր, լրիվ դատարկ բաների վրա տարբերություններ, պառակտումներ լինում, վերջո վերաճում դառնում է բաժանում։ Իսկ հնում ինչ էր, դրա համար առողջ երեխաներին ունենում, լավ շատ սերունդ են ունենում, այսպես էր ազգաճում, զորանում էր, եկեղեցուց, Աստծուց չէին կտրվում, վախկար մեջները շատ էին, և որ շատ ես հնարավորությունը ապրելու ավելի է հեշտ անում։ Երեխան ասում է, ամեն երեխան ասմատն ունի, չէ ժողովուրդն ասում է, երեխան ունեցող հետո դու ես պահում ինքն է քեզ պահելու, ոչ միայն քեզ է պահելու, եթե դու լավ մարդ դարձեցին ինքը երկիրն էլ է պահելու, հայրենիքն էլ է պահելու, շենացնելու է։ Մի երեխան պիտի Աստծուն նվիրեին, հոգևորական պիտի դառնան, որ 14 երեխա են ունենում։ Մի երեխան հայրենիքին պիտի նայեն, զինվոր պիտի դառնար։ Մի երեխանը գիտության պիտի նվիրեր, մեկը բժիշկ պիտի դառնար, մեկը հողագործ պիտի դառնար, մեկը արհեստավոր պիտի դառնար։ Հասկանում ես, այսպես ծաղկե փունջ էր ձեր ընտանիքում, ինչ ասես կար։ Եվ այդ ունեցել ենք այդպեսի փայլուն ընտանիքներ։ Ես հիշում եմ մեր Տաթև գյուղի նահատակ հոգևորական ունենք 1937 թվականում Տեր Արսեն Տեր Պետրոսյան, որ հետո սովետի ժամանակ դարձրեցին Պետրոսյան, որտեվ քահանայի սերունդեր ինքեր քահանա էր, 1937 թվականին գնդակահարել են, որտեվ չի հրաժարվել քաղաքական նայական կոչումից, ինքը շատ երեխաներ է ունեցել Տեր Արսենը։ Եվ ես հետագայում ծանոթացա իր երեխաների թոռների հետ։ Մի հատ բույլ, մի հատ աստղաբույլ են այդ երեխեքը։ Իհարկե սովետի ժամանակ են եղել, իրանք շատ են հալածվել, իրենք քահանայի զավակ են եղել, բայց ամեն մեկը մի գիտնական, մի բժիշկ, մի հոգևորական չէին կարող լինել, որտեղ իրար, բայց բոլորը գանձ էր մեր երկրի, մեր ժողովրդի։ Ես ծանոթացա իր երեխաների, իր թոռների հետ, և թոռները հետո գնացել էին KGB-ի արխիվներից հանել են իրենց պապիկի այդ որոշումը, արդեն խորհրդային իշխանություններից հետո տարել էին նոր իշխանություններին Հայաստանին և հետմահու արդարացրել էին իրենց հորը, իրենց պապիկին։ Տեսեք ինչ գեղեցիկ բան, հետմահու իրենք արդարացրել են, որ մեր հորը անիմաստ են սպանել, և այդ որոշումը բերեցին, ուրախությամբ ինձ ցույց տվեցին, ասեցին, մեր պապիկին Տեր Արսենին արդարացրել ենք հետմահու։ Դες մահացել է, անցել է 100 տարի արդեն, բայց իրանք չէ, իրանք պապն էր, իրանք պարծենում են, իրանք նահատակ պապիով բերել են և այդ արդարացման թուղթել ինձ թվեցին, ես ուրախությունից արտասվում էի, որ դες ես ինչ սերունդ է թողել Տեր Արսենը։ Ամեն։